Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Սուրբ Զատկի զինադադարը, որի մասին հայտարարվեց շաբաթ օրը եւ որը իբր պետք է տևեր 30 ժամ, նաև խոսում էին, որ կար հեռանկար, որ այն ավելի պետք է երկարաձգվի, առանձնապես զինադադար էլ չեղավ, եղան միայն վերնագրեր, բայց ոչ ավելին, իսկ այսօր արդեն մենք ունենք հաղորդագրություններ, որ պատերազմը ուղղակի շարունակվում է հենց այնպես, ինչպես շարունակվում էր մինչ այդ, եւ շարունակվում է ավելի քան 3 տարի։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ առաջիկա 3 օրերի ընթացքում նրանք կհրապարակեն իրենց պլանը խաղաղ կարգավորման, կամ պատերազմի, եթե ոչ դադարեցման կամ համապարփակ խաղաղության հաստատման, ապա գոնե սառեցման իրենց պլանը, եւ ըստ բաց մամուլի տեղեկատվության բավականին վտանգավոր մտքեր կարող են դնել քննարկման, մասնավորապես այն, որ Ուկրաինային ասեն, դե գիտեք ինչ, խաղաղության գինը, դա օրինակ, որ դուք Ղրիմը ճանաչեք որպես Ռուսաստանի մաս։ Սա կարող է ուղղակի քանդել ընդհանրապես միջազգային անվտանգության այն համակարգը, որը ձևավորվել է 1945 թվականից հետո։ Եվ սա ինչ որտեղ դեժավյու է այն 38 թվականի դեպքերի, որոնք հանգեցրեցին արդեն գիտենք ինչի մեր դպրոցական պատմության դասագրքերից։ Նաև խոսում են այն մասին, համենայն դեպս Բրիտանիայի խորհրդարանի անդամ, շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարը խոսում է այն մասին, որ սա մոտավորապես նույնն է, ինչ որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն էր, որը ըստ էության Լեհաստանի ճակատագիրը կանխորոշեց, եւ սա նույնը կարող է լինել Թրամփի եւ Պուտինի միջև Ուկրաինայի պարագայում։ Սա կրկնեմ հնչեցնում է Բրիտանիայի խորհրդարանի այսպես կուսակցություններից մեկի առաջնորդը, եւ դրա մասին խոսում է հենց բաց տեքստով, նաև ասելով, որ դրանով իսկ կլեգիտիմացվի Ռուսաստանի այսպես չակերտավոր իրավունքները ողջ հետխորհրդային տարածքում։ Այս ֆոնին հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարը այսօր ուղիղ տեքստով հանդես եկավ նախազգուշացմամբ, որ Ռուսաստանի կողմից դեզինֆորմացիայի մեծ ալիք է սպասվում եւ նախապատրաստվում։ Փորձենք հասկանալ։ Եվ այս նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, նախարարի խորհրդական, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Ավագյանը։ Բարով եք եկել, պարոն Ավագյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Պարոն Ավագյան, Պարոն Ավագյան, դուք ուշի-ուշով հետևում եք այս իրադարձությունների զարգացմանը, այս նաև ձեր պատկերացումներին համահունչ կառուցում եք այդ տրամաբանությունը, որով ընթանում են դրանք, ինչ է երևում այս ամենում ձեզ, համեցեք։ Շնորհակալություն։ Ես կուզեի առաջինը շեշտեի, որ ոչ մի պարզա զինադադար չի եղել։ Այո։ Զինադադարը ֆորմալ ավարտվել է ամսի 21-ի գիշերը, բայց իրականապես հարվածներ էին կատարվում ամբողջ Ուկրաինայի տարածքի վրա եւ դրոններով եւ ռակետաներով եւ դա չէր դադար։ Դրա համար դա այդ զինադադարը ֆորմալ հայտարարություն էր Ռուսաստանի նախագահի կողմից։ Ինչը մեզ սպասում, ճիշտ ասած, կարևոր օրը լինելու է ամսի 23-ին լոնդոնյան բանակցությունների ժամանակ, ու մենք կհասկանանք ինչ եզրակացությունների, ինչ համաձայնությունների եկել են կողմերը։ Ուկրաինան անընդհատ շեշտում է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների։
եւ այն բանակցությունների, որ դադարեն քաղաքացիական ինֆրաստրուկտուրայի վրա հարձակումները եւ հիմնական խաղաղության հաստատումը։ Ինչ որ վերաբերվում է տարածքային զիջումների։ Ամերիկայի ներկայացուցիչները խորհուրդ են տալի իրանց լսել ոչ միայն այլ մեկնաբաններին, որոնք մեկնաբանում են Ամերիկայի քայլերը, իրանք շեշտել են, որ ոչ ոք չի խոսում դե յուրե այսօր ճանաչման մասին։ Ուկրաինան էլ չի նախատեսում դե յուրե ճանաչել ինչ որ մի ուկրաինական տարածք, որպես Ռուսաստանի տարածք, բայց խոսում են դե ֆակտո ստատուս կվո իրավիճակի ճանաչման մասին։ Հիմնական մոտեցումը ամերիկական հետևյալն է, որ զինադադարը պիտի դե ֆակտո հիմիկվա զինվորական բախումների ըստ սահմանի գնա։ Դիմակայության գծով, որը այս պահին կա։ Այո, որը այս պահին կա, բայց մի խնդիր կա, որ այդ գիծը Ռուսաստանը աշխատում է ոնց որ ասած շատացնել իրանց տարածքները միջև բանակցություններ սկսելը բանակցություններ եւ մենք հետեւյալ ենք տենում, որ այսօր Խարկովի ուղղությամբ ռուսները սկսեցին մեծ ներխուժում զինվորական ուժի եւ հարվածներ են իրականացվում։ Արդեն զոհեր կան, բայց զոհեր կան ամեն օր, բայց կոնկրետ Խարկովի կենտրոնում հարվածներ են եղել ուժեղ եւ արդեն հիմա հաշվարկում են զոհերի թիվը։ Ինչ մենք կարանք սպասենք։ Երբ մենք լսում ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Եվրոմիության մեկնաբանությունները, պետք է հաշվի առնենք, որ հիմա Տրամպի թիմը եւ Եվրոպայի երկրների մեծ մասը գտնվում են տարբեր ճամբարներում, տեսակետների տարբեր ճամբարներում եւ իրանց տեսակետները ապագա աշխարհի զարգացման տարբերվում են։ Դա իրականությունն է։ Ու պիտի հաշվի առնենք, որ պայքար է գնում կոնտինենտալ Եվրոպայի անգլոսաքսոնյան աշխարհի միջև մի կողմից եւ Տրամպի Ամերիկայի հետ մյուս կողմից։ Նույն ժամանակ Չինաստանը աշխատում է այդ վիճակում օգտագործի այդ տարաձայնությունները, օգտվի դրանով եւ մենք պիտի հաշվի առնենք, որ Ռուսաստանի բոլոր որոշումները կախված են Չինաստանի տեսակետներից եւ որոշումներից։ Դա է իրականությունը։ Հիմա ինչ որ վերաբերվում է ապագայի։ Ամերիկացիները համոզված են, որ 23-ին մեծ շանսեր ունեն, որ խաղաղությունը այս ժամանակավոր հաստատվի։ Ինչ որ վերաբերվում է նախագծերին, այս նախագծերը, որոնք ունեն ամերիկացիները, մի նախագիծ չի, մի քանի նախագծեր են։ Եվ այն նախագիծը կաշխատի, որը կընդունվի երկու կողմերի կողմից, նկատի ունեմ Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Դրա համար մինչև ամսի 23-ը շատ դժվար կլինի իմանալ այդ իրական նախագիծը մինչև հայտարարելը, որը արդեն կլինի այն ուղղությունը, որի հիման վրա կզարգանան իրադարձությունները։ Ռուսները հետևյալն են ասում։ Հա, իրանք միշտ շեշտում են, որ պատրաստ են անմիջապես բանակցել Ուկրաինայի հետ։ Բայց ասում են, որ ինչ որ խոչընդոտներ կան, ու չեն ուզում ասեն ինչ խոչընդոտները։ Շարունակելով կրկնել այն հին տեզերը, որ դեմիլիտարիզացիա պիտի արվի եւ այլն, որ Ուկրաինա չպիտի ունենա հզոր բանակ,
Ոչ մի ուրիշ բան։ Հիմա հիմնական ամերիկական ստրատեգիայի կորիզը դա այս կոնֆլիկտի սառացումն է, ինչքան հնարավոր է երկար։ Եվ երբ ամերիկացիները ասում են, որ Հռիմը ճանաչում են Ռուսաստանի որպես մի մաս, մենք պիտի հասկանանք, որ միջազգային իրավունքը այսօր ինչ որ տարածքի գրավման դեպքում չունի ոչ մի այսպես ասած ինստրումենտներ, որոնք թույլ կտան այդպիսի ճանաչումը կատարեն։ Ուկրաինան էլ համաձայն չի այսօր այդ ճանաչման հետ։ Հիմնական տեզը Ռուսաստանի նա է, որ Ուկրաինային մերժեն ՆԱՏՕ անդամակցության մեջ։ Եվ հնարավոր է ինչ որ տեղեկությունները հասնում, որ Ուկրաինան համաձայնվի այդ պահանջներին, բայց դե յուրե Ուկրաինան պատրաստ չի եւ չի նախատեսում ճանաչել գրաված տարածքները որպես ռուսական։ Այդպիսի որոշում Ուկրաինայում չկա։ Այդ այն ինչ որ բան ուզում էի ասեի մեկնաբանելով ձեր ասածը։ Պարոն Ավագյան, հիմա փորձենք մոդելավորել իրավիճակը, ընդունենք հիպոթետիկ այդ զինադադարը այնուամենայնիվ կայանում է եւ տևում է բավականին երկար։ Ռուսաստանը ձևավորել է մի ահռելի ռազմական մեքենա, ձևավորել է ներխուժման մի ողջ մի ենթակառուցվածք եւ իր հասարակությանն էլ այսպես ասենք նախապատրաստել է գրեթե պերմանենտ պատերազմի եւ հիմա այդ մեքենան եթե կանգ առնի կարող է աշխատել իրեն դեմ հետեւաբար այն պետք է գործի դրվի այլ ուղղություններով ընդ որում կան կարծիքներ որ դե ֆակտո ճանաչելով այս դիմակայության գիծը որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ոչ դե յուրե բայց դե ֆակտո դա նաեւ Ռուսաստանում կընկալվի որպես Ռուսաստանի իրավունքների ճանաչում ողջ հետխորհրդային տարածքի վրա եւ Ռուսաստանը արդեն կհամարի, որ ինքը հաջողությամբ է դուրս եկել այս պատերազմից եւ հաղթաթղթերը ձեռքին կուժգնացնի իր առնվազն հիբրիդային հարձակումները հետխորհրդային տարածքում, փորձելով իր կորցված դիրքերը հետ բերել։ Հենց այսօր էր, որ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարը ուղղակի բաց տեքստով նախազգուշացրել է, որ սպասվում է դեզինֆորմացիայի մեծ ալիք եւ դա տեղի է ունենում Հայաստանն ապակայունացնելու համար, դա տեղի է ունենում Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Դուք որպես միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, ինչպիսին եք տեսնում հնարավոր զարգացումները այս համատեքստում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Դե ամենաշուտը ետերներում ես եմ խոսացել այդ վտանգների մասին, հենց որ սկսվեց ուկրաինական պատերազմը եւ ձեր ետերներում եմ ես անընդհատ շեշտել այդ վտանգի մասին, այո, այդ վտանգը կա։ Ռուսաստանը ունի 3 ուղղություն, 3 նախագիծ, որտեղ ռուսական բանակը որը չի կարող վերադառնա Ռուսաստան, առանց Ռուսաստանի համար ներքին կայունության սպառնալիքների, որտեղ այդ բանակը կարող շարժվի։ Մի ուղղությունը Բալթիայի երկրներ են, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։ Եվ հիմա մենք նախատեսում ենք համատեղ Լեհաստանի եւ Լիտվայի լուրջ աշխատանքները Սուվալկի միջանցքում, այն տարածքում, որը միացնում է Լիտվային Լեհաստանի հետ։ Երկրորդ ուղղությունը հյուսիսային Ղազախստանն է, ինչի համար հետաքրքրում է այդ ուղղությունը Ռուսաստանի։ Հյուսիսային Ղազախստանում ապրում է մոտ 5 միլիոն ոչ կազախ, հիմնականում քրիստոնյա
բնակչություն, որը Պուտինի համար կհանդիսանա նոր զինվորական ուժ։ Դրա համար իրանց մեջ շատ հեշտ է անցկացնել գրավելու դեպքում մոբիլիզացիան եւ ստանալ 1 միլիոն զինվոր։ Բայց Հայաստանի դեպքում կարիք կա Չինաստանի թույլտվությամբ, նույնը ինչ որ Բելարուսիայի դեպքում։ Մենակ Չինաստանը կանգնեցնում է Ռուսաստանին հարձակումից, կամ Հյուսիսային Կոզախստան, կամ լիակատար Բելարուսիայի միացման Ռուսաստանի հետ եւ օգտագործելով ամբողջ Բելարուսիայի տարածքը պատերազմում։ Դրա համար երկու ուղղություն կա. Բալտիայի երկրներ, Հյուսիսային Կազախստան եւ երրորդ ուղղությունը, որը սպառնալիք է մեծ Հայաստանի համար է հանդիսանում, դա Վրաստանի եւ Հայաստանի ուղղությունն է։ Պիտի հաշվի առնենք, ու դա շատ լավ է, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ։ Դա օգուտն է այս վիճակում, բայց Ռուսաստանը վաղուց պատրաստվում է տարբեր շերտեր օգտագործել Հայաստանի ներսում եւ իրանց գործակալներին եւ փորձել Հայաստանը հանել այն ստատուս կոյից կայունության տեսակետից, որը հիմա Հայաստանը գտնվում է։ Դրա համար էլ օգտագործում է եւ Ադրբեջանը եւ իր ներքին այն շերտերը, որոնք ռուսամետ են։ Դրա համար մեծ ավտանգը ես 2 տարի առաջ պատմել եմ, որ գոյություն ունեն զինվորական ստրատեգիայի իրականացման նախագծեր Վրաստանը եւ Հայաստանը գրավելու օգտագործելով ռուսական բանակը։ Դրա համար այդ սպառնալիքը շատ մեծ է եւ Հայաստանը պիտի պատրաստվի ինչպես։ Այդպիսի լուրջ վտանգի ժամանակ Հայաստանը պիտի ոչ թե մենակ ներքին իրավիճակը կայունությունը ամրապնդի եւ բանակի պատրաստականությունը, բայց պիտի խոսա այն ուժերի հետ, որոնք ամենահզոր են եւ կարող են այդ օգնությունը Հայաստանին տալ։ Եվ այդ ամենահզոր ուժը ոչ Մեծ Բրիտանիան է, ոչ էլ Ֆրանսիան է։ Այդ հզոր մեծ ուժը Ամերիկայի է եւ պետք է անընդհատ վարել կոնսուլտացիաներ այդ գծով։ Շարունակել, ես համոզված եմ եւ գիտեմ, որ որոշ ոչ միայն փորձերը, բայց իրական ասենք կոնտակտերի վերաբերյալ քայլերը կատարվում են, հույսով եմ, որ իրանք լինեն արդյունավետ։ Դա ինչ որ ես ուզում եմ մեկնաբանել։ Պարոն Ավագյան, մենք Հայաստանում տեսնում ենք, այսպես ասենք, ռուսական ազդեցության խմբերի գերակտիվացում այս վերջին շրջանում, վստահաբար դուք նաև Հայաստանում ներքին լրահոսին եւս ծանոթանում եք եւ այդ ակտիվացումն առանձնանում է նրանով, որ ասենք օրինակ Գյումրիում ընտրություններ տեղի ունեցան եւ հաղթեց մեկը, ում անունը, այսպես ասենք, աֆիլիացվում է կրիմինալի հետ եւ այո, այդ արարողությանը ներկա էր, ասենք, Ռուսաստանի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը եւ այսպես բոցաշունչ ճառով հանդես եկավ։ Մենք տեսնում ենք այն, որ արցախցի փախստականների սոցիալական չլուծված հարցերի վրա պարազիտանում են որոշ խմբեր եւ ըստ էության հնչեցնում ռուսական նարատիվներ, միախառնելով այդ սոցիալական չլուծված հարցերի հետ, եւ մենք տեսնում ենք, որ տեղեկատվության աղբյուրների թիվն է մեծացել եւ ագրեսիայի եւ ատելության խոսքի աստիճանն է սրվել այս վերջին ժամանակաշրջանում։ Այսօրվա այս նախազգուշացումը նաեւ մեզ ցույց է տալիս, որ Հայաստանում ինստիտուցիոնալ մեխանիզմները հիբրիդային հարձակումներ դիմագրավելու համար ուղղակի կայացած չեն կամ թերի են կամ թույլ են կամ մինչև վերջ մտածված չեն։ Այս առումով Ուկրաինան հսկայական փորձ է կուտակել
եւ այդ փորձը սկսել է կիրառել դեռ սկսած 14 թվականից, երբ այդ Ղրիմի աննեքսիան էր տեղի ունենում, հետո Դոնբասի վրա հարձակումը եւ այո, Ռուսաստանն իր ողջ ռեսուրսը գցել էր հենց Ուկրաինայի դեմ հիբրիդային պատերազմ իրականացնելուն։ Ձեր կարծիքով որոնք են Հայաստանի համար այդ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անելիքները այս համատեքստում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ասեմ ձեզ հետեւյալը. Ուկրաինայի փորձը շատ էֆեկտիվ է եւ շատ մեծ է։ Ուկրաինան միշտ պայքարել է ռուս գործակալների դեմ։ Իրանք հայտնաբերվել են եւ հայտնաբերվում են, իրանք ձերբակալվել են ու իրանք գործունեությունը սահմանափակվել է միշտ։ Հայաստանը եթե չպայքարի ռուսական գործնակալների դեմ, եթե ազգային անվտանգությունը, ներքին գործերի համակարգը եւ այլ մարմինները, որոնք պիտի կատարեն այդ առաջադրանքները, եթե չկատարելագործեն այդ գործի մեջ, վտանգները Հայաստանի համար կշատանան, դա հասկանալի է։ Եթե ռուսական գործակալները, այն մարդիկ, ովքեր մեհավոր են եւ Հայաստանում եւ Արցախում, պարտության մեջ իրանց գնահատականը չստանան իրավապահ մարմիններից ու շարունակեն իրանց գործունեությունը, ի նպաստ Ռուսաստանի, պարզը որ վտանգները շատանալու են։ Ուկրաինան հակառակ է գործել, շատ խիստ եւ սկսել է այդ գործունեությունը ամենախիստ ձևով մարտի ամսին 2014 թվականին եւ այդ պայքարը շարունակվում է արդեն 11 տարի։ Դուք պիտի հասկանաք, որ փետրվարի 24-ին հարյուրավոր ռուսական գործակալները զենք են վերցրել եւ սկսել են գործել Կիևում եւ այլ քաղաքներում, պատրաստելով ռուսական զորքերի ներխուժումը, բայց 90%-ը այդ բոլոր անձնակազմի ռուս հատուկ ջոկատայինների, հետախույզների եւ այլն իրանք ոչնչացվել են եւ ձերբակալվել են էֆեկտիվ գործունեության շնորհիվ ուկրաինական իրավապահ եւ ազգային անվտանգության մարմինների։ Դրա համար միակ ելքը չթողնել իրանց աշխատել։ Եթե դա չի արվի, եթե իրանք կարանան ազատ Երևանում իրանց զգալ, գործել, ապրել, հավաքել մարդկանց, ուրեմն վատա լինելու շատ իրավիճակ, ուրեմն ռուսները կհասնեն իրենց նպատակին։ Դա ես ձեզ կասեմ։ Դա եւ հերվից իրավատասելի է։ Ես հիմնվելով այն ինֆորմացիայի շերտին, որը ես մանրամասն տեղյակ եմ, ինչ է կատարվում ներսում, ինչ ուժեր են գործում Հայաստանի, վտանգավոր է շատ։ Գործել է պետք, էֆեկտիվ պրոֆեսիոնալ գործել, չզբաղվել պրոֆանացիայով եւ իմիտացիայով, ռեալ գործ, անընդհատ հասկանալ դաշտը, այդ դաշտի անվտանգությունը եւ ինչ կան պրոտոկոլ, գործարքներ, որոնք պիտի իրականացվեն այդպիսի գործունեությունները կասեցնելու համար։ Դա արդեն պրոֆեսիոնալների գործն է։ Պարոն Ավագյան, եւս մի այսպես հենց այս հարցի շարունակություն, հիբրիդային պատերազմն առանձնանում է նրանով, որ այստեղ այսպես առանձնակի կարևորություն է ստանում տեղեկատվական դաշտը, որի միջոցով այո ներգործությունը իրականացվում նաեւ հասարակության վրա, հա։ Այս ամենում Հայաստանում ակնհայտ են այն բացերը, որ թույլ են տալիս, որ այսպես ազատ ձևով ով ինչ ուզի, քարոզի, առաջ տանի, կոչեր անի եւ այլն եւ այդպես շարունակ։ Ուկրաինան համապատասխան օրենսդրություններ ընդունել, որ եւ օրենքով, դատարանով այդ ամենը կասեցվում էր, պլյուս օպերատիվ աշխատանք իհարկե։ Ինչ եք կարծում, կարճաժամկետ առումով Հայաստանում ինչ պետք է արվի այդ իմաստով, որպեսզի տեղեկատվական դաշտը չդառնա, այսպես ասենք, տեղեկատվական դիվերսիաների աղբյուր։ Առաջին ամեն ինչ ամենակարևորը կախված է քաղաքական կյանքի։ Երբ
համապատասխան քաղաքական որոշումներ իրականացվում են, ընդունվում են, արդեն բոլոր մարմինները գործում են ըստ որոշումների։ Նույն ժամանակ այդպիսի օրենքները, որ այլ երկրները հակահայկական ուժերը չկարանան գործեն հայկական ինֆորմացիոն դաշտում, պիտի արտակարգ ձևով ներկայացվեն Գերագույն խորհուրդ Հայաստանի, կնարկվեն եւ ըստ մեծամասնության ըստ վտանգների ընդունվեն։ Ուկրաինան շատ էֆեկտիվ է գործել այդ գծով եւ շարունակում է գործել, նաեւ ստեղծվել են մեծ ռեսուրսներ, որոնք անընդհատ տեղյակ են պահել բնակչության այլ ռուս գործակալների մասին, որոնք լինելով Ուկրաինայի պատգամավորներ, Ուկրաինայի քաղաքական գործիչներ աշխատել են Ուկրաինայի դեմ, ժողովուրդը գիտեր։ Եվ պետական որոշումներ կայանում հենց դրա մեջ, որ հասարակությունը տեղյակ կլինի։ Դրա համար հիմա հասարակությունը չի կարող կողմնորոշվի։ Օրինակ ես ինձ հաշվի առնելով ծանր Հայաստանի վիճակը ու չլինելով Հայաստանի քաղաքացի, ես կարամ ամեն ինչի հետ համաձայն չլնեմ, ինչ որ Հայաստանում է կատարվում, բայց թույլ չեմ տալի որպես հայ, որ այս վիճակում ես քրիտիկայի ենթարկեմ ներքին իրավիճակը կամ քաղաքական որոշումները։ Դրա համար, եթե ես այդպես գործեմ, ես կաշխատեմ Հայաստանի դեմ, Հայաստանի անվտանգության դեմ։ Բայց մեծամասնությունը ես էլ եմ նկատում, ամեն ինչ անում են, որ կայունությունից իրավիճակը հանեն Հայաստանում։ Ու շատ վաղ մարդիկ չեն կարող կողմնորոշվեն, հարցեր են տալի եւ փորձում են գտնեն բրկիչ, այս տղեն բրկիչ է, այս տղեն բրկիչ է, այ իր հետ միացեք, բայց շատ վաղ այդ բրկիչները կամ Ռուսաստանի գործակալներ են, կամ ուղղակի զբաղվում են իրանց գովազդով։ Շարլատաններ։ Այո, ոչ մի բան չունեն։ Ասենք իրաց նպատակների մեջ բրկելու հետ։ Դրա համար առանց ես ոչ մի օրինակ չգիտեմ եւ Ուկրաինայում այդպիսի օրինակ չի եղել, որ ինչ հասարակությունը առանց պետական որոշումների կարա դեմ առնի այդպիսի խնդիրների լուծման համար։ Պետական որոշումներ են պետք եւ այդ խստությունը կլինի ի օգուտ հայ ազգի համար։ Դրա համար հիմա Հայաստանը այն վիճակում է գտնվում, եւ դա իմ կարծիքը չի մենակ, դա մեծամասնության կարծիքը այն Եվրոպայի, Ամերիկայի ոչ հայ քաղաքական եւ փորձագետների կարծիքն է, որ պետք է մտածել պետականությունը բրկելու մասին այս վիճակում։ Դա է հիմնական խնդիրը։ Ամեն ինչը ինչ որ մարդիկ երազում եւ ուզում են, որ ամեն ինչ լավ լինի, որ բոլորը լինեն ժպիտով, չաղ եւ երջանիկ, դա արժևում է եւ հնարավորը մենակ եթե պետությունը լինի։ Իհարկե։ Իսկ հիմա պետության պահպանման հարցը համար մեկն է Հայաստանի համար, հաշվի առնելով սպառնալիքները, իսկ սպառնալիքները մենակ Ռուսաստանի ներխուժումը չի։ Այո, Ռուսաստանում նախագիծ կա գրավել զինվորական ձևով եւ Վրաստանը եւ Հայաստանը։ Նույն ժամանակ, եթե Ասսուպարկ հիմա սարեցավ խնդիրը պատերազմի Իրանի դեմ եւ Ամերիկան փոխեց որոշումը, դրա համար այդ վտանգը կարար բերեր դրան, որ մի 5 միլիոն պաստական գային Հայաստան ու դուք մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը չէր կարող առնել դրա դեմ հետ վտանգի դեմ։ Նույն ժամանակը մնում է վտանգը Թուրքիայի կողմից եւ իշնորհիվ Ամերիկայի Թուրքիան անմիջապես չի գործում Հայաստանի մասին։ Ինչ կարա անի տարածաշրջանում Հայաստանը, որտեղ կան խոչընդոտներ, բայց արգելքներ չկան որպես Ադրբեջանի հետ, դրա համար հարաբերությունների մեջ Ադրբեջանի կարծիք էլ կա, Թուրքիայի հետ էլ, Իրանի հետ էլ։ Վրաստանի պարագայով հիմա եւ Վրաստանը եւ Հայաստանը գտնվում են նույն վտանգի տակ, ոչնչացման, երկու երկիր։ Դրա համար տրամաբանական է, որ այդ երկրները պիտի ամեն ինչ անեն, մոռանալով ինչ որ պատմական խնդիրների մասին, եւ այլն, կենտրոնանալով ապագայի
մասին, ապագայի վրա եւ միացնելով իր հնարավորությունները այս վիճակում։ Դա է նպատակներից մեկը։ Դրա համար նույն արևմուտքը անընդհատ շեշտում է, որ կուզեին տենային եւ Վրաստանը եւ Հայաստանը որպես մի սիստեմ։ Եվ դա հասկանալի, դա պետք է հաշվի առնել։ Ինչ որ վերաբերվում է վտանգների ամենակարևոր երաշխիքը Հայաստանի հայկական բանակն է։ Ինչքան հայկական բանակը լինի հզոր եւ մարտունակ, այդքան վտանգները կկչանան։ Դա է։ Ինչքան Հայաստանի ներքին կյանքը տնտեսական լինի ավելի էֆեկտիվ, այդքան վտանգները կկչանան։ Ինչքան հնարավորություն կլինի ներգրավել ոչ թե օգնությունը բարեգործական սփյուռքից, այս սփյուռքը եւ investment-ը, ասենք ինվեստիցիաներ, այդքան վտանգները կկչանան։ Ամեն ինչ կախված է ոչ թե ինչքան քեզ վտանգ է գալի, այլ ինչքան դու ուժեղ ես։ Քո անվտանգությունը։ Դա է ինչ որ ես ուզում եի շեշտել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ձեր այս հանգամանալից եւ կարեւոր դիտարկումները եւ եզրակացությունները, նաեւ առաջարկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու, նաեւ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ պարոն Ավագյանն ունի նաեւ իր ալիքը YouTube-ում Տիգրան Ավագյան Live անվանումով, որտեղ հաճախ հանդես է գալիս բոլորիս համար շատ կարևոր թեմաներով եւ շատ հետաքրքիր տեսակետներով։ Շնորհակալ եմ պարոն Ավագյան, ամենայն բարիք։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան։ Շնորհակալություն։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկերոջ հետ, Տիգրան Ավագյանի հետ, ով եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ, խորհրդական, ներկայումս նաև միջազգային անվտանգության հարցերով փորձագետ է, իր դիտարկումները կապված Ուկրաինայի շուրջ, նաև Հայաստանի շուրջ որոշ զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։